Ասեք, որ մայրիկի պատրաստածը միևնույնը ամենահամեղն է։ Դրա համար այսօր կպատրաստի նա իր անկրկնելի բաղադրատոմսերից մեկը։ Նախ ձևամանի մեջ մի փոքր բուսայող ենք լցնում եւ տարածում ենք։ Ապա դնում ենք 1 շարժ լավաշ։ Վրան 2-3 կտոր կարագ ենք դնում եւ վրան ավելացնում ենք 4-5 ճաշի գթալ իսկական էջմիածնի գյուֆտա։ Այն գթալի օգնությամբ տարածում ենք եւ որպես միջուկ ավելացնում ենք տապակած սունկը։ Եթե դուք սոխ սիրում եք, կարող եք այն տապակել սնկի հետ։ Սնկի վրա ավելացնում ենք քերած սուլուգունի։ Մի փոքր սև պղպեղ ենք անում եւ եւս 1 շրտով վրան ավելացնում ենք քյուֆտա։ Այն հարթեցնում ենք եւ եւս 1 շրտով պատում ենք քերած պանրով։ Մեր ձևամանը փակում ենք փալյաթի թեղով եւ տեղափոխում ենք նախապես տաքեցված ջեռոցը եւ թողնում այնտեղ 25-ից 30 րոպե։ Ապա հանում ենք փալյաթի թեղը եւ ջեռոցում թողում ենք 2 րոպե, որպեսզի այն մի փոքր կարմրի։ Ջեռոցից դուրս բերելու պես փորձում ենք լինել համբերատար, սպասում ենք, որպեսզի մի փոքր սառչի, կտրատում ենք եւ վայելում ենք ասհյութեղ ու անմահական ու անկրկնելի ընթրիքը։ Իսկ դու չմոռանաս սրտիկել հոլովակը եւ պահպանել, որպեսզի այն չկորցնես։